Հայ-թուրքական սահմանի բացում, Գյումրի-Կարս երկաթգծի գործարկում, Անիի կամրջի նորոգում։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հերթական խայծն է նետել մեդիադաշտ ու սոցիալական ցանցեր միջազգային թուրքական հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել։ Այս անգամ շահագրգռող գլխագրերով Անկարան եւ Երևանը ավարտել են երկու երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքները։ Այս անգամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն է հայտնել, թե 2022-ից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացվել են վստահության ամրապնդման մի շարք միջոցառումներ։ Նոր կանոնակարգերի համաձայն Թուրքիայից Հայաստան երրորդ երկրների միջոցով ապրանքները այժմ կարող են որպես վերջնական նպատակակետ կամ ծագման երկիր նշել Հայաստանը կամ Թուրքիան։ Այս համատեքստում մեր երկրի եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի համար անհրաժեշտ բյուրոկրատական նախապատրաստությունները 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ համարվում են ավարտված։ Առաջինը ընտրություններից առաջ Հայաստանի իշխանություններին աջակցելու նպատակի հետապնդում, երկրորդը կարծում եմ կարելի է դիտարկել որպես ավանս, որպեսզի ընտրություններից հետո այդ իշխանությունները վերարտադրվեն, այսպես ավելի վստահաբար գնան խաղաղության համաձայնագրի բնականաբար թուրք-ադրբեջանական պայմաններով, եւ այս սա փոքրիկ ավանս է, որպեսզի հասարակությունը ավելի հեշտորեն գնա այդ քայլի եւ դա ներկայացվի որպես մեծ հաջողություն։ Թուրքիայի Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու նախապատրաստման աշխատանքների ավարտի մասին հայտարարությանն անմիջապես արձագանքեց Հայաստանի արտաքին գերատեսչությունը։ Արտաքին գործերի նախարարությունը դա կարևոր քայլ է որակել երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի եւ գործարար շրջանակների կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու եւ խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից։ Այն կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով։ Թուրքական իշխանություններն այդ առումով հայտնում են, թե հաշվի առնելով Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ բարօրություն հաստատելու պատմական հնարավորությունը կշարունակեն իրենց ներդրումն ունենալ տնտեսական կապերի զարգացման եւ տարածաշրջանային համագործակցության խորացման գործում, հանուն բոլոր երկրների եւ ժողովուրդների շահերի։ Եթե Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղություն հաստատի իրենց պայմաններով եւ իրենց ազդեցությունը մեծանա մեր տարածաշրջանում, նրանք բնականաբար պիտի նաեւ ինչ-որ բան տան կամ խոստանան տալ, այսինքն դա այն մեղրաբլիթն է, որը պիտի իրենք ցույց տան, մտրակի բլիթի քաղաքականության մասին է խոսքը, իրենք չեն կարող հենց այնպես առանց որևէ բան տալու միայն պահանջել, սա կարծում եմ այդ խայծն է կամ կոնֆետն է, ինչպես ուզում եք ընկալել, որի դիմաց նրանք իհարկե ակնկալում են ավելի մեծ օգուտ։ Բոլոր դեպքերում պարզ է եւ հասկանալի, որ Թուրքիայի այդ խորամանկ դիվանագիտական քայլերը Հայաստանի համար չէ, որ կատարում են։ Թուրքիան այդ ամենն անում է իր շահերի համար, իսկ նրա շահերից մեկը Հարավային Կովկասում իր գերիշխանությունը հաստատելն է։ Եվ այդ առումով վերջինը Հարավային Կովկասում Հայաստանն է մնացել, քանի որ Թուրքիան այդ ազդեցությունը Վրաստանում ունի, իսկ Ադրբեջանը համարվում է նրա կրտսեր եղբայրը։ Իշխանությունները բնականաբար գնալու են այդ քանի որտեղ իրենք հրճակել են, որ առաջ են շարժում դեպի Եվրոպա, դեպի Եվրամիություն, դեպի Արևմուտք, իսկ մեր բաժին Արևմուտքը Թուրքիան է։ Այսինքն հնարավոր չի լինելու շարժվել դեպի Արևմուտք, վեկտորը փոխել առանց Թուրքիայի հետ, Թուրքիայի պայմաններով ահա այդպիսի քայլերի հերթականություն իրականացնել։ Իդեպ թուրքական սին խոստումների շարքից հայ-թուրքական սահմանի բացման առումով թուրքական կողմը հաղորդում է, թե Հայաստանի եւ Թուրքիայի միջև ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ անհրաժեշտ տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքներ են տարվում։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանը ստացել է իր առաջին ֆրանսիական Սեզար հրետանային համակարգերը, գրում է ֆրանսիական Defense24.com-ը։ Սա պարզապես ռազմական մատակարարում չէ, սա Ֆրանսիայի դեպի Հարավային Կովկաս ավելի լայն առաջխաղացման մի մասն է, որտեղ Փարիզը ձգտում է թուլացնել ռուսական ազդեցությունը եւ Հայաստանին վերածել անվտանգության ոլորտում երկարաժամկետ գործընկերոջ, գրում է կայքը։ Առաջին Սեզար համակարգերը արդեն գտնվում են հայկական կողմի մոտ եւ սպասվում է, որ դրանք կներկայացվեն հանրապետության օրվա շքերթին։ Մատակարարված համակարգերի ճշգրիտ քանակը պաշտոնապես չի հաստատվել, թեև տեղական հաղորդագրություններում նշվում է, որ 36 Սեզար համակարգերի պատվեր են ստացել։
Փոխվարչապետը ընդունել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության գլոբալ ենթակառուցվածքների եւ ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի պատվիրակությամբ Հայաստան այցելած ամերիկյան ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Կառավարությունից հայտնել է, որ ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկա, տնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը եւ ակնկալվող արդյունքները։ Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունները վանդալիզմի հերթական թիրախ են դարձրել բռնազավթված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Հայտնելով այս մասին, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը նշում է նաև, որ գերեզմանակարերի վրա արկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության եւ հոգեվոր ժառանգության կարևորագույն վայր։ Ավանեսովի խոսքով սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն է ու պատմական հիշողության ջնջումը։ Ախալցխայում մարդաբնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերները եւ դրել աղբամանի կողքին, այս մասին հայտնել է Գրուզիա օնլայնը։ Փաստի առիթով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով։ Հաղորդում է, որ այդ տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է ուղղափառ եւ հայ առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններն այնտեղ այլևս չեն անցկացվում։ Հայ առաքելական եկեղեցու հոգեվորական աբեղա Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով է եւ ինչու է տաճարից դուրս բերել սրբապատկերները։ Հայաստանում վարելիքի գները շարունակում են աճել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հիման վրա 2026-ի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինը բարձրացել է 0.6%-ով, իսկ դիզելային վարելիքը թանկացել է առավել զգալի 7%-ով։ Տվյալները ցույց են տալիս, որ հատկապես դիզվառելիքի շուկայում գնաճային միտումները շարունակում են պահպանվել, ազդեցություն ունենալով ինչպես տրանսպորտային ոլորտի, այնպես էլ բեռնափոխադրումների եւ գյուղատնտեսության ծախսերի վրա։ Հարավկովկասյան երկաթուղին հայտնել է, որ Երևան-Բաթում Երևան միջազգային գնացքը կգործի 2026 թվականի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը օր ու մեջ երթևեկությամբ։ Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել վրացական երկաթուղիի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում։ Կողմերը նաև համաձայնել են արագացնել սահմանային անցակետերում ուղևորների ստուգման գործընթացը։ Բացի այդ, հուլիսի 4-ից 12-ը նախատեսվում է զբոսաշրջային հատուկ երթուղի չեխական Գեպարդ Էքսպրես ընկերության պատվերով զբոսաշրջիկները կայցելեն Հայաստանի եւ Վրաստանի տեսարժան վայրեր, գիշերելով գնացքի վագոններում։ Հատուկ ծրագիր Արարատյան դաշտավայրի համար։ Պետության կառավարումը ստանձնելով ուժեղ Հայաստան դաշինքը հնարավորի չափ աշխարհին ցույց կտա, թե որքան համեղ են այստեղ աճեցված միրգ բանջարեղենը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք, սկսվելու է դրանից։ Առաջ հերթին ձեր մոտ զարգացնելու են գյուղատնտեսությունը, քանի որ հիմա դուք աճեցնում եք ու գաղափար չունեք ընդունողների տրամադրությունը այս տարի նորմալ է, նորմալ չէ, հետո ես հասկանում եմ, որ իրենք թելադրում են ձեզ պայմաններ, ինչ գներով կընդունեն ձեր մտերքները։ Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք միջև ձեր նախաձեռնությունները արդեն հաշվելու եք ձեր գումարները ձեր գրպանում։ Ուժեղ Հայաստան դաշինքի մարզային քարոզարշավը նաև տավուշում է։ Հերթական կանգառները նոյեմբերյանում Բերդում, Բագրատաշենում։ Համայնքների բնակիչների հետ զրույցի թեման դարձյալ գյուղատնտեսությունն է։ Մի հատ, մի կիլո բերք պետքա չմնա տանը։ Ու դա անելու համար ճիշտ գյուղատնտեսական ծրագիր է պետք, ճիշտ ղեկավար է պետք, որ ամբողջ աշխարհի հետ պայմանավորվի ու վաճառքը կազմակերպի։ Նոյեմբերյանի ջերմոցատերերին գազը կվաճառվի ինքնարժեքով, որքան այն արժե Հայաստան ներմուծելիս սահմանին, խոստանում է ուժեղ Հայաստան դաշինքը։ Ձեր մոտ էժանա նստելու, որովհետև տաք ռեգիոնը խնդիր չկա այդ առումով եւ գազը նաեւ սահմանի մոտիկա։ Մեր համայնքները այսօր նաև զբաղվածության խնդիր ունեն, արձանագրում է Նարեկ Կարապետյանը։ Աշխատանք է պետք, աշխատավարձեր պետք է մարդիկ նորմալ ստանան։ Միակ բանը, որ մեզ կարա փոխի ժողովուրդ, դա աշխատատեղերն են։ 5 տարվա ընթացքում 300,000 նոր աշխատատեղ կստեղծի ուժեղ Հայաստանը։ Սա քաղաքական թիմի գլխավոր սոցիալական ծրագիրն է։
ՀԱԿ-ը երաշխավորում է, որ խորհրդարան անցնելու դեպքում կկասեցնի ազգային անվտանգությանը սպառնացող գործընթացները, ժամանակակից կրթական մեթոդներ կիրառելով կպահպանի կրթական համակարգը գյուղերում, նաև կդադարեցնի սահմանամերձ համայնքների դատարկվելը։ ՀԱԿ-ը կրթական ոլորտում լուծումներ է առաջարկում կիրառել կրթական նոր մեթոդներ, շերտավորված ուսուցումներով ու համակցված ուսուցման տարբերակներով։ Առաջարկում է նաև օնլայն ուսուցման մեթոդը, որը լայն կիրառելի է ամբողջ աշխարհում։ Դրա մեջ շատ կարևոր է նոր տեխնոլոգիական մոտեցումների, օնլայն ուսուցումների մեթոդը, եւ այս մեթոդների ընդհանուր կոնցեպտը սկզբունքը հետեւյալն է. ոչ թե աշակերտն է գնում ուսուցչի մոտ, այլ ուսուցիչն է գալիս աշակերտի մոտ։ Եվ մտնելով խորհրդարան ես ձեզ խոստանում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը ամեն ինչ անելու է պահպանելու գյուղական կրթական համակարգը, նպատակը ոչ միայն կրթական համակարգ պահպանելն է, այլ գյուղերի պահպանելը, որովհետև գյուղերի դատարկվելով դատարկվելու են մեր սահմանամերձ ռազմավարական նշանակություն ունեցող գյուղերը։ Ձայն տվեք մեզ եւ մենք կպահպանենք եւ կրթական համակարգը եւ դատարկող գյուղերը։ Չինաստանի նախագահի հետ հանդիպմանը առանցքում ոչ թե Իրանի հետ պատերազմն է լինելու, այլ առևտուրը, չնայած դրան Իրանի պատերազմի առնչությամբ անշուշտ երկար քննարկում ենք ունենալու։ Պեկին մեկնելուց առաջ հայտարարել է Թրամփը եւ հավելել, որ Սի Ցինփինն իր ընկերն է, որի հետ կարողանում է լեզու գտնել։ Լրագրողներից մեկի Իրանի հարցում Միացյալ Նահանգները Չինաստանի աջակցության կարիքն ունի հարցին ի պատասխան Թրամփը նշել է. ոչ, չեմ կարծում, թե մեզ Իրանի հետ կապված որևէ աջակցություն է պետք։ Մենք կհաղթենք այս կամ այլ կերպ, խաղաղ կամ այլ միջոցներով։ Իսրայելը կրկին հարձակվել է Լիբանանի հարավային շրջանների վրա։ Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Հեզբոլահի ենթակառուցվածքների ավելի քան 40 օբյեկտի Լիբանանի տարածքում։ Կիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆ ռազմական փորձարկումների համար։ Ըստ Financial Times-ի նախագիծը նախատեսում է ուկրաինական անօդաչու համակարգերի ժամանակավոր արտահանում ցամաքային, ծովային եւ օդային գործողությունների համար։ Դրանք ԱՄՆ-ում կօգտագործվեն փորձարկումների եւ գնահատման, ինչպես նաեւ ամերիկյան բանակի ապագա պահանջների ձևավորման համար։ Իրադրությունը Մեծ Բրիտանիայում աստիճանաբար լարվում է, կառավարական ճգնաժամը գնալով խորանում է։ Միացյալ Թագավորությունում սկսած կառավարական ճգնաժամի պատճառը իշխանության ղեկին գտնվող լեյբորիստների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած ջախջախիչ պարտությունն է։ Նախորդին հրաժարական ներկայացրած նախարարներից բացի զբաղեցրած պաշտոնները պատրաստվում են լքել նաև Քիր Ստարմերի նախարարական կաբինետի անդամներից եւս մի քանիսը։ Խորհրդարանի լեյբորիստ падգամավորներից 84-ը վարչապետ Ստարմերին անհապաղ հրաժարական ներկայացնելու պահանջ են ներկայացրել։ Տեղի չտալով ճնշմանը Ստարմերը հայտարարել է, որ շարունակելու է ղեկավարել երկիրը։ Լայնամասշտաբ անտառային հրդեհները Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում ոչնչացրել են ավելի քան 120 բնակելի տուն։ Բարդ իրավիճակ է պահպանվում նաև Ֆլորիդայում, որտեղ կրակը տարածվել է տասնյակ հազարավոր հեկտարների վրա։ Ջորջիայում հրդեհների մակերեսը գերազանցել է 20,000 հեկտարը։ Ֆլորիդայում կրակով է պատված շուրջ 48,500 հեկտար անտառ եւ բնական տարածք։ Նահանգում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացել է հրշեջ։ Իրավիճակի վատթարացման պատճառ մասնագետները համարում են ուժեղ երաշտը եւ շոկը։ Սրանք մայրաքաղաքում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործության բացառիկ կադրերն են։ Դեպքն ու Վարաշենի խճուղում է եղել։ 35-ամյա Սարգիսը կրակել է 41-ամյա Գագիկ Հախվերդյանի վրա, վերջինը կարողացել է խույս տալ կրակոցներից դիմել փախուստի։ Դա տեսնելով Սարգիսը Mercedes GLA-ով հետապնդել է նրան, վրերթի ենթարկել, համոզվել, որ մահացել է, հեռացել դեպքի վայրից։ Ու մինչև նա ուղղություն է վերցրել Հայաստանի սահման, որպեսզի այն հատի ու անցնի Վրաստան, մահացածի մարմինն անհայտ անձանց կողմից տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, հետո նրանք հեռացել են։ Բայց Սարգիսը այդպես էլ չի հասել Վրաստան, Իջևան-Դիլիջան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, փախվել բետոնե պատնեշին, հայտնվել Աղստև գետում։ Հետո նրան տեղափոխել են Իջևան բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն է ստացել ու փորձել հիվանդանոցից փախուստի դիմել։ Սակայն պարեկները բռնել են նրան։ Ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողները տեղափոխել են Երևան։ Էրեբունու քննիչներն են այս ամբողջը բացահայտել, բարձր մասնագիտական հմտություններ ու պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Մայիսի 13-ին Կամազ բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց մխրճվել տան մեջ։ Վարորդը ով արգելափակվել է մեքենայում տեղում մահացել է, նրա մարմինը դուրս են բերել հատուկ փրկարարները։ Երևանի Պարեկային ծառայության գնդի հրամանատարը
Անդրանիկ Խաչատրյանը եւ նույն գնդի առաջին գումարտակի հրամանատարը Գոր Արաքելյանը։ Նշված ավտոմեքենաները եղել են կայանված եւ կամազ մագնիշի բեռնատարը բախվել է ջիպին, ապա Կիային եւ առաջ ընթանալով ագին հատված այնտեղ խրշվե բնակչի տան մեջ։ Մայիսի 13-ին Բայրաքաղաքում Քրքրքորյա փողոցում բախվել է 25 գաբյա Սավելի ավատրը եւ 31 գաբյա Էդգարի Իֆիրիտին։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, բախման հետևանքով Իֆիրիտի հետևի ավահեծաներից մեկը կոտրվել է։ Վարորդը եղել է սթափ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Մայիսի 12-ի Վադաձորի Թուբարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հետապատը փլուզվել է։ Տեղում փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը, մոտ 4 մետր բարձրությամբ ու 30 մետր երկարությամբ։ Տուժածներ բարեբախտաբար չկան։